Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությանն առնչվող հարցեր եւ տարածաշրջանային իրավիճակը։ Հատուկ անդրադարձ է կատարվել տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ծրագրերին։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանային կայունությանն ուղղված նախագծերի քննարկման համատեքստում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, ում Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սա Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի առաջին այցն է Հայաստան։ Երևանն այսօր հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով արդեն իսկ Հայաստան են ժամանել եվրոպական մի շարք պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարներ։ Նման ներկայացուցչական այցերը պաշտոնապես միտված են տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության հարցերի քննարկմանը։ Մայիսի 3-ի գիշերը Երևանի Կուրղինյան փողոցի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Շամշան.com-ի հաղորդմամբ դեպքի վայր մեկնած 4 մարտական հաշվարկներն արձանագրել են, որ կրակը տարածվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրշեջ փրկարարները շենքից անհապաղ տարհանել են 20 քաղաքացու, որոնցից 4-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Մասնագետներին հաջողվել է մեկուսացնել կրակը գիշերը 4:30։ Իսկ 11 րոպե անց հրդեհը վերջնականապես մարվել է։ Պատահարի հետևանքով ամբողջությամբ այրվել են բնակարանի հիմնական սենյակները, պատշգամբն ու ողջ գույքը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 19 քաղաքական ուժ։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը քվեաթերթիկում 16-րդն է։ Ամենամեծ ընդդիմադիր ուժը Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը 3-րդն է։ Բարգավաճ Հայաստանը 7-րդն է, Հայաստան Դաշինքը 17-րդը։ Թեհրանը Պակիստանի միջնորդությամբ Վաշինգտոնին է փոխանցել տարածաշրջանային հակամարտության կարգավորման 14 կետից բաղկացած իր պայմանները։ Իրանը մերժել է Սպիտակ տան առաջարկած երկամսյա հրադադարը եւ պահանջում է պատերազմի վերջնական ավարտ ընդամենը 30 օրվա ընթացքում։ Իրանական ծրագիրը ներառում է ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանից, պատժամիջոցների չեղարկումն ու սառեցված ակտիվների վերադարձը։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ անվտանգության երաշխիքներ, ծովային շրջափակման վերացում եւ Հորմուզի նեղուցի շահագործման նոր կանոնների սահմանում։ Ըստ Թեհրանի միայն այս քայլերից եւ ռեպարացիաների վճարումից հետո հնարավոր կլինի սկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ։ Ներկայացված այս առավելապաշտական պահանջները գործնականում անիրագործելի են թվում եւ էականորեն բարդացնում են դիվանագիտական հանգուցալուծման հասնելու հեռանկարը։ Իսրայելի բանակի ներկայացուցիչները պարզաբանել են, որ զինվորներն այդտեղ ոչնչացրել են Հեզբոլահի ռազմական ենթակառուցվածքները։ Զինվորականները պնդում են, թե շինության վրա կրոնական պատկանելիության որևէ տեսանելի նշան սկզբում չեն նկատել։ Ըստ իսրայելական կողմի Հեզբոլահը հենց այդ համալիրի տարածքն է օգտագործել Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ռազմական բախումները շարունակվում են նույնիսկ հրադադարի պայմաններում, սրելով մարդկային կորուստների վիճակագրությունը։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով մարտի սկզբից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով արդեն զոհվել է 2659 մարդ։ Դոնալդ Թրամփը թերահավատորեն է արտահայտվել Իրանի ներկայացրած 14 կետից բաղկացած նոր առաջարկի վերաբերյալ, նշելով, որ այն դժվար թե ընդունելի լինի։ Ըստ նրա, Իրանը դեռևս բավարար գին չի վճարել վերջին տասնամյակների իր գործողությունների համար, որպեսզի նման զիջումների հույս ունենա։ Իրանական կողմի պահանջները ներառում են ամերիկյան զորքերի դուրսբերում տարածաշրջանից, շրջափակման վերացում եւ սառեցված ակտիվների վերադարձ։ Թրամփը շեշտել է, որ թեև կվերանայի փաստաթուղթը, սակայն այն չի համարում համապատասխան ստեղծված իրավիճակին։